Սիրելի երկրպագուներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել խաղային օրվան եւ քիչ անց մեկնարկելու է երկրորդ հանդիպումը, Լիվերպուլը մրցում է Ադանայի հետ եւ մեզ սպասում է հետաքրքիր հանդիպում, իհարկե, քանի որ երկու թիմերն էլ սիրում են հարձակողական ոճի ֆուտբոլ եւ դավանում են հարձակողական ոճի ֆուտբոլը, այնպես որ այսօր հենց նրանց բախումն է, տեսնենք ինչպես կստացվի, նաեւ մոտ են մրցաշարային ավեսակում այս թիմերը, դրա հետ կծանոթանանք իհարկե քիչ անց, սկզբում հայտարարություններին եկեք անդրադառնամ։ Սկսեմ Լիվերպուլից Սիս Անդրեասյանը դարպասն է պաշտպանում համար 1, Հարություն Գևորգյան համար 8, նա թիմի ավագն է այսօր, Հայկ Միսկարյան 9, Ալբերտ Համբարձումյան 10, Ալեն Հարոյան 11, Ջանիկ Գալստյան 17, Կարլեն Այվազյան 21 եւ Յուրա Հովանեսյան համար 77։ Լևոն Պողոսյանը Ադանայի դարպասն է այսօր պաշտպանելու համար 25, Անդրանիկ Ժամխարյան 2, Վովա Պողոսյան 3, Արտուր Ղարիբյան 4, Արտաշես Թովմասյան համար 7, նա թիմի ավագն է, Դավիթ Թմոյան 8, Լևոն Թոփալ Կարաջյան 10, Միսակ Սերոպյան 11, Արսեն Բարոյան 12, Մարտին Վարդանյան 15, Տիգրան Մխիթարյան 22 եւ Գրիգոր Պետրոսյան համար 99։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար, մեզ հետաքրքիր ֆուտբոլ է այսօր անկասկած սպասվում եւ տեսնենք ինչ են առաջարկելու թիմերը մեզ, այնպես որ կասկած չկա գրեթե որ հետաքրքիր ու դիտարժան ֆուտբոլի ականատես լինելու։ Ամեն ինչ պատրաստ է հանդիպման մեկնարկի համար, կա մրցավարի սուրիչը եւ սկսված է հանդիպումը գնդակը Ադանայի ֆուտբոլիստների մոտ է Թովմասյան փոխանցում դեպի Ղարիբյանը պաշտպանության կենտրոն եւ արդեն դեպի Պողոսյանն աչքի եզր Համբարձումյան խլեց գնդակը Լիվերպուլը եւ հիմա կնետվեն առաջ Գալստյանը ձախ եզրում է թողեց Համբարձումյանին Այվազյան եւ դիմադրություն այստեղ Պողոսյանից խլեց գնդակ ու շարժում է առաջ հասցրեց նաեւ Սերոպյանին ուղարկել գնդակը աչքի եզր վերջինս մնում է գնդակով եւ հարված այստեղ, բայց փակում է Լիվերպուլի ֆուտբոլիստները շատ արագ մեկնարկ են հանդիպմանը հաղորդել երկու թիմերն էլ Ադանայի արագ գրոյին ականատես եղանք, որտեղ շատ լուրջ ներդրում ունեցավ Պողոսյանով, խլեց գնդակ Այվազյանից, ինչը հեշտ չէ իհարկե, բայց այսօր այդ առճակատումը մենք շատ ենք տեսնելու Պողոսյանի եւ Այվազյանի միջև խոսքը Ադանայի պաշտպանի եւ Լիվերպուլի հարձակվողի մասին է իհարկե եւ նրանք շատ հաճախ դաշտի տարբեր հատվածներում կհանդիպեն միմյանց։ Փոխանցում դեպի Համբարձումյանը Հարոյանից աչքի եզր օթային դեպի Գալստյանով Տուգանային հրապարակում է արդեն արված եւ Պողոսյանը փրկում է իրավիճակը ունենք առաջին դիպուկ հարված եւ առասարակ առաջին հարված այս խաղում, որը կատարեց Լիվերպուլը, ազատ էր ամբողջությամբ մնացել Գալստյանը, ընդունեց գնդակը եւ շատ ժամանակ ուներ ամեն ինչ հաշվարկելու։ Եվ Անդրեասյանն է այստեղ արդեն տիրում գնդակին առաջին դիվիզիոնում պատկերը հետևյալն է, կոնկրետ այս թիմերը ընդհանուր առմամբ մոտ են միմյանց, բայց հիմա արված այստեղ Անդրեասյանը հետ մղեց գնդակը, փորձեց ավելացնել Թոփալ Կարաջյանը եւ հարվածեց այստեղ մրցակցին, եկեք սպասենք շատ վտանգավոր պայր, բայց դարպասապահ Անդրեասյանը փրկեց իրավիճակը Սերոպյանի հարվածից հետո Թոփալ Կարաջյանը չէր ցանկանում իհարկե արվածել դարպասապահին, այստեղ մոտեցավ, ներողություն խնդրեց, որ ցավ է պատճառել, գնդակին էր ցանկանում արվածել, ինչը հասկանալի էր, իհարկե Անդրեասյանը չֆիքսեց գնդակը, անդրադարձ եղավ եւ Թոփալ Կարաջյանը ուղղակի պարտավոր էր, ինչն էլ արեց իհարկե։ Ադանայի 10 համարը գնալ առաջ, փորձել պայքարել գնդակի համար եւ երկրորդ եւ սա էլ կարելի է հաշվել ընդհանուր առմամբ երրորդ դիպուկ հարվածն ունենք այս խաղում, սա իհարկե ընդհանրապես վտանգավոր չէր կարող լինել, բայց ըստ փաստի, ըստ երևույթի դիպուկ հարված էր եւ կախաղի կանոնների խախտում։ Հիմա արդեն մրցաշարային աղյուսակի մասին Լիվերպուլը լավագույն եռյակն է եզրափակում 21 խաղից հետո 45 միավոր, Միկան 22 խաղ է անցկացրել եւ նույնպես 45 միավոր ունի, Լիվերը 1 խաղ պակաս է անցկացրել, իսկ Ադանան 5-րդ տեղում է 21 խաղից հետո 42 միավոր, այս մրցաշրջանում կար ժամանակահատված, երբ Ադանան նույնիսկ լավագույն եռյակն էր եզրափակում, բայց հիմա շատ չի նահանջել, բայց ամեն դեպքում 5-րդ տեղում է, հնգյակն է, կարելի ասել եզրափակում։ Սերոպյանն աչքի եզրում է, ամեն դեպքում այն հին մարտունակ Ադանան կարծես թե մանր քայլերով վերադառնում է, շատ ուժեղ իհարկե եւ շատ լուրջ պայքար մղող Գալստյան պայել է գնդակը, դուրս չէր եկել ըստ մրցավարի եւ Ղարիբյանն այստեղ դեմքով է փակում հարվածի ճանապարհը, եկեք սպասենք։ Հուսանք որ ոչինչ չկա։ Այսօր ես խոսեցի արդեն Այվազյանի մասին, նա այս մրցաշրջանում ֆենոմենալ վիճակագրություն ունի, 62 խփած գնդակ եւ սա իհարկե շատ մեծ տարբերություն է
որպես ավելի այսպես արտահայտիչ լինի այն տարբերությունը, որը կա 35 գնդակով ավելի է, քան Էդվարդ Հարությունյանը, 27 գոլ է խփել Վենեցիայի ռմբարկուն եւ նրա եւ Այվազյանի միջև գոլերի տարբերությունը 35 է, այսինքն մեկ ամսվա ընթացքում 4 խաղում է Հարությունյանը այդքան գոլ պետք է խփի, արված ենք տեսնում Պողոսյանը վերցրեց գնդակը եւ դա էլ այն դեպքում, որ Այվազյանը գոլեր չխփի, իսկ դա գրեթե անհնար է իհարկե, որ Այվազյանը գոլեր չխփի։ Եվ հիմա գնդակով է Այվազյանը, տեսնում ենք արված, բայց բարձր ստացվեց։ Այս փորձը ու արված դարպասից կլինի Ադանայի ֆուտբոլիստներն են գնդակը մտցնելու խաղի մեջ, իրականում այսօր կարող է փոփոխություն տեղի ունենալ ռմբարկոական պայքարում, վերևի հատվածում իհարկե այսօր Միսակ Սերոփյանը, ով Ադանայի կազմում է հանդես գալիս, 26 գնդակ է հեղինակել եւ կարող է հավասարվել Հարությունյանին կամ նույնիսկ շրջանցել իհարկե, բայց Հարությունյանն էլ այսօր այս խաղից հետո հանդիպում է անցկացնելու մի խոսքով, այստեղ եւս շատ հետաքրքիր պատկեր է Ադանայից նաեւ 6-րդ տեղում է Լևոն Թոփալ Կարաջանով 19 գնդակ ունի, մի խոսքով վիճակագրությունը վատը չէ իհարկե Ադանայի Թոփալ Կարաջանը նաեւ գոլային փոխանցումներով է լավ ցուցանիշ ունի Ադանայի կազում 11 ասիստ է կատարել Բարոյան, տեսնենք ինչպես կավարտվի այս դրվագը, շատ կախեց գնդակը Բարոյանը լավ էր մտածել, այդ տարբերակով պետք էր ուղարկել գնդակը առաջ, բայց շատ ուժեղ ստացվեց Բարոյանի այս արվածը եւ սա Ադանայի համար իհարկե ռեալ գոլային պայր չստացվեց միևնույն է աչքի ընկնել գոլով չօգտագործեց Ադանան այս շանսը եւ Միսկարյանն է գլորում գնդակը դեպի Աչի եզր, իհարկե Լիվերպուլն էլ մեծ ցանկության դեպքում, այսպես ասած, կարող է պայքար մղել բարձր տեղերի համար, այսօր օրինակ հաղթելու դեպքում Լիվերը կունենա 48 միավոր, 1 միավորի տարբերություն կլինի Վենեցիայի հետ, բայց կստացվի, որ Վենեցիան պակաս է անցկացրել 2 հանդիպում, այսինքն ամեն դեպքում քիչ են շանսեր, իհարկե Եղվարդն ու Վենեցիան են հիմնական պայքար մղողը Միսկարյան օթային փոխանցում Ղարիբյանը հեռացնում է գնդակը եւ դեպի ձախ եզր Գալստյան օթային փոխանցում առաջ այստեղ արված ենք տեսնում եւս մեկ պա այս խաղում այս անգամ Լիվերպուլից եւ Կարլեն Այվազյանն էր մրցակցի պաշտպանության թիկունքում ու նաեւ արված կատարեց բայց աչքի ընկնել գոլով այստեղ չհաջողվեց Եվ ուժեղ փոխանցում առաջ Գևորգյանը իրենից դեպի ձախ ուղարկեց գնդակը Թմոյանն այստեղ է այդ փոխանցում դեպի Պողոսյանը Թմոյան համար պայքար էր գնդակի համար Ադանայի ֆուտբոլիստները ամեն դեպքում կնետեն եզրից Բարոյան հետևեց փոխանցում եւ Սերոփյանն աչի եզրում է փորձում է մտնել մրցակցի պաշտպանություն ու անկյունային կլինի աչի եզրից Ադանան էլ իհարկե այս թիմերին կապող հետաքրքիր վիճակագրություն կա, շատ այսպես կապող չէ այդ վիճակագրությունը, բայց ամեն դեպքում երկու թիմ կա այս պահին մեր առաջնությունում, որ խփել են 100 եւ ավել գնդակ, 100-ի շեմը հատած երկու թիմ կա, դա Լիվերպուլն ու Ադանան են, հենց ոչ մի այլ թիմ այդքան շատ գոլ չի խփել եւ նրանցից ավելի շատ, այսպես կարելի է ասել, որ մոտ են, եթե նրանց անենք Այս գրոյից հետո Թոփալ Կարաջյանը ձախ եզրում է, փորձում է պայել գնդակ, Կարոյանը հաջող խլում կատարեց եւ նաեւ Ղարիբյանին է շրջանցում եւ աչ եզրով արագություն զարգացնում, բայց Թովմասյանը բլոկ դրեց այստեղ Հարոյանին թույլ չտալով տարածության մեջ առաջ շարժվել Համբարձումյան խլել է գնդակը Լիվերպուլը շատ արագ մրցակցից օթային փոխանցում դեպի Գալստյանը, բայց ուժեղ ստացվեց այս փոխանցումը։ Ավելի շատ գնդակ այդ թիմերից խփել են հավասար հետաքրքիր է Եղվարդն ու Վենեցիան 80-ական գոլ։ Այսպիսի հետաքրքիր վիճակագրություն նաև Եղվարդի ու Վենեցիայի հետ կապված։ Ադանան ու Լիվերպուլը, ինչպես նշեցի, 100 եւ ավել գնդակ ունեն, ավելի կոնկրետ Լիվերը 123, Ադանան 105։ Բայց հետաքրքիր է, որ Լիվերպուլը նաև ավելի քիչ է բաց թողել, քան Ադանան։ 44 գնդակ Լիվերպուլն է բաց թողել, 45 Ադանան։ Գևորգյան պաշտպանության ձախ եզրում է։ Փորձեց առաջ շարժվել, Բարոյան աչի եզրում է, արված այստեղ, բայց դիպուկ չստացվեց այս փորձը։ Այվազյանը պահանջում էր այստեղ ավելի պրագմատիկ գործել, ավելի հանգիստ գործել, խաբկեր չկատարել։
ուժեղ փոխանցում առաջ Ղարիբյանը աշխատում է պաշտպանությունում, այստեղ շատ հետաքրքիր ֆուտբոլ է, գրագետ, լարված, զգացում է, որ դաշտում են երկու շատ ուժեղ թիմեր իհարկե եւ երկու թիմերի համար էլ դժվար է, հեշտ ճանապարհներ չկան իհարկե մրցակցի դարպաս հասնելու, սովորաբար լինում է այդպես իհարկե, երբ ավելի հեշտ մրցակիցներ են բաժինացնում այս թիմերին, օրինակ ավելի հեշտ է ստացվում առանց նյարդերի, արագ 1 գոլ խփել կամ 2 գնդակ։ Գալստյանը ձախ եզրում է եւ Պողոսյանը փակեց մոտակա անկյունը ինք տեսնենք։ Այո, նմանատիպ թիմերի դեմ խաղերում միայն այնքանով է հեշտ, եթե կարելի այդպես ասել, որ գոնե 1 կամ 2 գոլ ստացվում է խփել եւ այդ գոլերը հոգեբանորեն ազդում են բաց թողող թիմի վրա եւ մրցակցի համար հեշտ է ստացվում, բայց ամեն դեպքում ոչ Ադանան, ոչ էլ Լիվերպուլը այդքան հեշտ չեն անձնվելու, իհարկե, հետևեց սարված սա չի ստացվում։ Եվ տեսնենք Թոփալ Քարաջյան։ Բարոյան։ Եվ Ղարիբյանը կտիրի այստեղ գնդակին անդրադարձից հետո եւ տեսնենք երկրորդ հարկում պայքար այստեղ Սերոփյանը միևնույն է տիրեց գնդակին, Արոյանը թիկունքից խանգարում է, բայց Թոփալ Քարաջյանը խլում կատարեց եւ Միսկարյանն է պաշտպանության խորքում փորձում է շարժվել առաջ եւ հետևեց փոխանցում եւ այստեղ դարպասապա խանգարելու է Այվազյանին, իհարկե պաշտպանի գործառույթ կատարեց իրականում Պողոսյանը, այսպես սովորաբար պաշտպաններն են անում, բայց դարպասապաներ իհարկե հարկ եղած դեպքում կարող է այս գործողությունը կատարել։ Բարոյան, լավ գործեց այստեղ Համբարձումյանը, փորձում էր խլում կատարել, չստացվեց եւ Գևորգյանը հասցնում է շեղել գնդակի ուղղությունը, հակառակ դեպքում Թմոյանը գնդակով արդեն կմտներ Տուգանային հրապարակ եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կարողացել էր։ Բարոյան աչքի եզրում է անկյունագծով դեպի Թմոյանը, բայց Միսկարյանն էր թիկունքից գալիս, այնպես է որ հուշում էր Բարոյանը, բայց երևի թե չպատկերացրեց Թմոյանը, որ թիկունքից կարող է մրցակից մոտենալ։ Եվ տեսնենք, Թմոյան հետևեց այստեղ հարված, շեղեց Թոփալ Քարաջյանը գնդակի ուղղությունը եւս մեկ պա։ Ադանայից եթե նայենք ընդհանուր պայերով, ապա Ադանան ավելի մոտ է եղել հաջողությանը, սա էլ եւս մեկ պա էր, իհարկե հարմար դիրքում, բայց գլխավոր պահը իհարկե պատկանում է Բարոյանին, ով այդ դրվագում շատ բարձրացրեց գնդակնոտ, կարծում եմ միանգամից մտաբերեցիք, շատ ժամանակ էլ չի անցել եւ լինենք անկեղծ նմանատիպ դիմակայության համար հաշվի առնելով թե ինչ թիմեր են խաղում, գոլային պահերն են շատ, բայց դա էլ կապված է նրանով, որ օրինակ այս թիմերը արդեն չեմպիոնության համար չեն պայքարում եւ այսպես ավելի հանգիստ ու ազատ ֆուտբոլ են առաջարկում միմյանց, այդքան ներուժ ունեն իհարկե եւ ստացվում է շատ գեղեցիկ պայթունավտանգ պայերով խաղ, այսպես կարելի ասել։ Գնդակը աչ եզրում է Համբարձումյանը Հարոյանի հետ խաղաց, պրեսինգ եւ գնդակի գրեթե խլում Ադանայի ֆուտբոլիստների կողմից, ամեն դեպքում ամբողջական չստացվեց Գալստյան հետ փոխանցում դեպի Գևորգյան, ով այսօր Լիվերպուլին որպես ավակ է դուրս բերել խաղադաշտ եւ Միսկարյանն է փորձում առաջ գնալ ավակի թև կապով է։ Գևորգյան այդպես կարելի ասել, Համբարձումյան ուղարկեց գնդակը Միսկարյանին կենտրոն եւ դեպի Տուգանային հրապարակ, ճիշտ է վերջերս Լիվերպուլը շատ է ապացուցել եւ շատ է ցույց տվել, որ առաջին խաղակեսերում եւ երկրորդ խաղակեսերում լրիվ այլ ֆուտբոլ է խաղում եւ լրիվ այլ թիմ է դառնում։ Սերոփյանը հետևեց արված եւ Գևորգյանը մեղմեց գնդակի ընթացքը, ամեն դեպքում անկյունային կլինի, օրինակ Միկայի հետ խաղը կարող ենք միանգամից հիշել, այնտեղ առաջին խաղակեսն ավարտվեց 1-1 հաշվով, հետո Լիվերը 5 գնդակ, եթե չեմ սխալվում, ընդհանուր 5-1 հաշվով կարողացավ հաղթել, երկրորդ կեսում 4 գնդակ կամ 5 գնդակ երկրորդ խաղակեսում։ Դա այդքան կարևոր չէ, որքան այն ֆուտբոլը, որը խաղում է Լիվերպուլը երկրորդ խաղակեսերում։ Օթային փոխանցում, իսկ Ադանան վերջին շրջանում հակառակը ցույց տվեց Մխիթարյան օթային փոխանցում, ԼՂ-ի հետ խաղում օրինակ միջև հանդիպման վերջնամաս հաշիվը հավասար էր, բայց ԼՂ-ն 5-2 հաշվով կարողացավ հաղթել մրցակցին։ Վերջնամասում Կարապետյանը ԼՂ-ից 3-4 գնդակ ուղարկեց Ադանայի դարպասը, Հարոյան եւ ինչը այստեղ մրցավարը լռում է առայժմ, Հարոյանը ընկավ Տուգանային հրապարակում եւ ցույց է տալիս անկյունային մրցավարը, Պողոսյանը մաքուր էր գործել առանց կանոնները խախտելու եւ կրկնապատկերին դիմելու անհրաժեշտություն չգտավ մրցավարը։
Տեսնենք օթային փոխանցում, Թովմասյանը շեղում է գնդակի ուղղությունը, Մխիթարյանը փորձեց ավելի հեռու ուղարկել։ Եվ Պողոսյանն է աչի եզր ուղարկում գնդակը, Մխիթարյան։ Պետրոսյան մեկ հպումով դեպի աչի եզր, Սերոփյանը պայեց գնդակը և համար պայքարի հետևանքով կորցրեց ամեն դեպքում, Գևորգյան ձախ եզրում է, փոխանցում առաջ, Ղարիբյանն է տիրում գնդակին և դեպի աչի եզր ուղարկում, բայց շատ ուժեղ էր իհարկե Մխիթարյանի համար այս փոխանցումը, եզրային նետում կլինի 15-րդ րոպեն է արդեն ընթացքի մեջ, այս խաղում հաշիվը դեռ չի բացվել, չնայած շատ պայր ենք տեսել և դեռ էլի իհարկե պայր կլինեն։ Միսկարյանն է շարժվում առաջ, շատ թեթև ֆուտբոլ է իհարկե, երկու թիմերն էլ միտված են մրցակցի դարպասին, որևէ զգուշավորություն բարդ է գտնել իհարկե, այո առանձին դրվագներ կան, որտեղ այդ զգուշավորությունը պահում են ֆուտբոլիստները, բայց դա էլ նրանց փորձն ու որակն է իհարկե, չեն կարող ամբողջությամբ բաց ֆուտբոլ առաջարկել միմյանց և այդ հատվածաբար զգուշավորությունը մենք ամեն դեպքում, եթե չենք տեսնում, կարող ենք երևի թե զգալ ավելի շատ։ Միսկարյան դեպի աչի եզր Շարոյան, օթային փոխանցում, Պողոսյանը հեռացնում է գնդակը և ի ուրախություն Ադանա է, այստեղ Կալստյանը չկարողացավ արձագանքել, քանի որ և օդում գնդակը փոքր փոխեց իր ուղղությունը, նաև խոտածածկից անդրադարձից հետո Գևորգյան մնաց գնդակով այս համար պայքարից հետո և դեպի աչի եզր Շարոյան շրջանցում է Թովմասյանի, ոչ չի շրջանցում, նորից ոչինչ չկա, նորից չհամոզեց Հարոյանը մրցավարին, համաձայն չէ ոչ Գևորգյանը, ոչ Լիվերպուլը և դեղին քարտ է ստանում Լիվերի ավակը, իհարկե Գևորգյանին երբեք չէի տեսել դժգոհելու համար դեղին քարտ ստանա, բայց թիմի ավակն է իհարկե այսօր մենք դա տեսանք, ավակի պարտականություններն է իհարկե նաև Գևորգյանը կատարում և այստեղ փորձեց ազդեցություն ունենալ մրցավարի վրա, բայց հակառակ էֆեկտ ունեցավ այդ ամենը դեղին քարտով զգուշացվեց, բայց դա էլ հետագայում կարող է իհարկե իր ազդեցություն ունենալ Սերոփյան, օրվացում է այստեղ, բայց չստացվեց դիպուկ գտնվել, Անդրեասյանը ամեն դեպքում ամբողջությամբ փակում է անկյունը տեսնենք, փորձեց Ադանան գնալ առաջ, Այվազյան դեպի ձախ եզր ուղարկեց գնդակը, Գալստյանը փորձի հասնել գնդակին, բայց Պողոսյանը թույլ չտվեց և դարպասապահ արդեն Պողոսյանն է վերցնում գնդակը, Գալստյանը ակտիվություն է հաղորդում, իհարկե թիմի խաղին, անցկացնելով իր առաջին հանդիպումը Լիվերպուլի կազմում, փորձում է այդ ակտիվությամբ աչքի ընկնել, խախտում չկա, այժմ հաստ չեն ընթանում Լիվերպուլի և մրցավարի գործերը, Մխիթարյան փոխանցում այստեղ, քիչ էր մնում Ղարիբյանը գնդակը ցանցն ուղարկեց, ձգվեց, փորձեց հասնել, բայց մի փոքր չբավականացրեց, աննշան էր բաժանում Ադանային այս հանդիպման առաջին գոլից և Ղարիբյանով սիրում է միանալ թիմի գրոներին, լինելով կենտրոնական պաշտպան այստեղ կարող էր աչքի ընկնել գոլով, Այվազյանը գնդակով է, շատ հեռու է տարածությունը, այստեղ Թովմասյանն է հաջող գործում, Միսկարյան և կա խաղի կանոնների խախտում այստեղ ու մի անգամից դեղին քարտն է անում մրցավարը, կարծես ձեռքում էլ պահել էր մրցավարը այդ դեղին քարտը, Թովմասյանն է զգուշացում, երկու ավակները արդեն դեղին քարտ են ստացել, Գևորգյանը Լիվերպուլից, Թովմասյանը Ադանայից և որն է հետաքրքիր, չնայած որ Գևորգյանը դժգոհության համար ստացավ դեղին քարտից, Թովմասյանը խաղի կանոնները խախտելու համար և ամբողջությամբ մրցավարը երկու իրավիճակներում էլ իհարկե ճիշտ էր Գևորգյանն էլ այնպես դժգոհեց, որ կապ չունի, որ առաջին խաղակեսն է մրցավարը խաղի թելը չկորցնելու համար իհարկե պարտավոր է ճիշտ ժամանակին հանել դեղին քարտերը, դա ֆուտբոլի չգրված օրենքն է, իհարկե դա ֆուտբոլի հոգեբանությունն է մրցավարական տեսանկյունից իհարկե եւ այն միշտ աշխատել է իհարկե, եթե ճիշտ ժամանակին է լինում, եթե ուշանում է, ապա հակառակ ազդեցությունն է ունենում։ Հերվից տեսնում ենք Հորված Պողոսյանը հեռացրեց գնդակը։ Այո, լավ արված էր, հերվից որակը տեղին էր, բայց այնպիսի գնդակ էր, որ Ադանայի դարպասապահ շատ վստահությամբ հեռացրեց, իհարկե ցույց տալով, որ ամբողջությամբ տիրապետում է իրավիճակին եւ վերահսկում է իրավիճակը։ Ղարիբյան խլեց գնդակը Ադանան եւ գնում է Արաք Հակագրոյի աչից բացվել է Սերոփյանը, ստացավ գնդակ, ուղարկեց պատասխան փոխանցումը եւ Ղարիբյանը որոշեց գնդակով շրջվել Տուգանայինի մատույցներում։
Մխիթարյան եւս մեկ փորձ արված էր։ Անդրեսյանը վերցրեց գնդակ, ազատ խաղանկերներ կային, այստեղ երկու տարբերակից էլ կարելի էր օգտվել, հարվածել կամ փոխանցել։ Մխիթարյանը ընտրեց առաջինը եւ Անդրեսյանը հեշտությամբ վերցրեց գնդակը։ Միսկարյան շարժում է առաջ, կենտրոնով փոխանցում։ Այվազյանը պահում է գնդակը, աչից կա Համբարձումյանի տարբերակ, Այվազյանը մնաց գնդակով եւ 1-0 բացված է խաղի հաշիվը, Այվազյանը հերթական գնդակն է խփում առաջնությունում եւ բացում այս հանդիպման հաշիվը։ Շատ արագ գրոհ էր, ուներ լավ տարբերակ փոխանցելու Այվազյանը, բայց ամբողջությամբ արտարացրեց իր փոխանցում չկատարելը դեպի աչիեզր։ Եվ Ադանան բաց է թողնում, իհարկե այս պատկերը հետաքրքիր է, քանի որ միջև այդ Ադանան է շատ սուր գրոհում եւ ավելի մոտ է հաջողությանը, բայց նմանատիպ խաղերում այդ շատ գրոհելը երբեք օրինաչափություն չի եղել, իհարկե եւ ոչինչի մասին չի խոսել, քանի որ այնպիսի թիմեր են, որ շատ ճնշես միևնույն է, դա այո, ազդեցություն ունենում է, բայց չի կոտրվում։ Թիմը Լիվերպուլը պատրաստ է որքան գրոհել է Ադանան, այդքան էլ գրոհներ ընդունել։ Եվս մեկ բա, բայց Սերոփյանը կասեցրեց գնդակը, դարպասապահ եկավ ու վերցրեց։ Պողոսյան դեպի Մխիթարյան, նա չի եզր։ Այվազյան պահում է գնդակ, Այվազյանը փոխանցում դեպի աչի եզր Հարոյան եւ Ադանայի ֆուտբոլիստները խլեցին գնդակը եւ ուժեղ փոխանցում առաջ։ Պետք է մի փոքր մշակել ռեալիզացիան, սա Ադանայի քննարկումը պետք է լինի, կարծում եմ առաջնահերթ հանդերձարան եկեք ասենք ընդմիջման ժամանակ ամեն դեպքում, քանի որ որևէ վատ եւ բացասական բան չենք կարող ասել, Ադանան լավ ֆուտբոլ է խաղում եւ բայր է ստեղծում, ուղղակի ռեալիզացիան է կաղում այս պահին եւ այդ ռեալիզացիան միայն բուն հարվածի ներառումը չէ, իհարկե շատ հաճախ ուղղակի ավարտվում են գրոհները եւ այստեղ էլ բարձր ստացվեց Ղարիբյանի հարվածը, լինում են փոխանցումներ, որտեղ չի լինում գնդակին հասնել, միգուցե խնդիրը նաեւ շատ հաճախ փոխանցման մեջ է, բայց ընդհանուր շատ կարևոր է ռեալիզացիայի վրա շեշտը դնել, օրինակ Լիվերպուլը այսօր այդքան շատ բայր չի ունեցել, բայց Այվազյանը ցույց տվեց իհարկե ինչպես կարող է շատ դժվար իրավիճակում ստանալ գոլ եւ դա ցույց տվեց դաշտում իհարկե։ Փոխանցում առաջ Ադանայի ֆուտբոլիստները խլում են գնդակը, Լիվերպուլը այսօր անհամեմատ շատ է պաշտպանվում, բայց նաեւ շատ սուր են գրոհում իհարկե Այվազյան, երբ գրոհում են Լիվերպուլը նյարդ ստեղծվում է իհարկե Ադանայի պաշտպանությունում Սերոփյան ձախ եզրում է, պայեց գնդակը, Հովանեսյանն է դիմավորել մրցակցին, Սերոփյանը ժամանակ է շահում եւ փոխում գրոհի ուղղությունը, Մխիթարյանը աչի եզրում պայեց գնդակը եւ Միսկարյանն այստեղ խախտում է խաղի կանոնները եւ երրորդ դերին կարտը այս խաղակեսում արդեն կտեսնենք, երկրորդը Լիվերպուլի կազմում Գևորգյանից հետո նաեւ Միսկարյանն է զգուշացում երկու ֆուտբոլիստները, ովքեր պաշտպանությանն են միտված դերին քարտեր ստացան եւ այս հարցով բարդ է լինելու, քանի որ դերին քարտը իհարկե հատկապես պաշտպանների գործողություններն է սահմանափակում եւ երբ կարիք կա լուրջ պայքարելու, լուրջ պայքար մղելու, ռիսկ պարունակող պայքարների մասին է խոսքը, այդ ժամանակ կա դերին քարտի վտանգ իհարկե։ Եվ տեսնենք այս փորձը ինչպես է ստացվելու, Ղարիբյանը գնդակի մոտ է։ Ձախ եզրում կա մրցավարի Սուրիչը Տեսնենք հետևեց հարված, պատնիր վրա ընդունում, եւս մեկ հարված Ղարիբյանից ավելի մոտ տարածությունից եւ բարձր ստացվեց այդ փորձն արդեն։ Պողոսյան թողնում է գնդակը Մխիթարյանին եւ հետևեց հարված Սերոփյանից, այստեղ դարպասապան է տիրում գնդակին։ Ուժեղ փոխանցում առաջ հեռացված է գնդակը։ Աչեզրում է Մխիթարյանը, տևեց փոխանցում Այվազյանը, հետ է մղում գնդակը, Միսկարյանն է ճնշման գնացել եւ տիրեց գնդակին։ Այստեղ մաքուր գործեց Միսկարյանը, Պողոսյան եւ պետք է զգուշ լինի։ Միսկարյանն իհարկե այսպիսի խաղաղտումներից արդեն դերին քարտ ունի եւ ռիսկային է։ Պետք է ընդմիջում հիմա իհարկե նյարդերը հանգստացնելու համար արդեն լարվածություն կա եւ այդ լարվածությունը կօգնի միայն ընդմիջումը հաղթարել, այո դաշտում
Այստեղից խոսել իհարկե շատ հեշտ է, ֆուտբոլիստների մոտ այլ էմոցիաներ են իհարկե, թեժ պայքար է դաշտում եւ այդ լարվածությունը հաճախ անելու համար տարբեր գործոններ են պետք։ Տեսնենք ստանդարտը ինչպես կստացի, շատ քիչ ժամանակ ունենք միջով ընդմիջման գնալը։ Տեսնենք կա մրցավարի սուլիչը, հեռվից հետևում է արված, նորից պատն իր վրա է ընդունում, սա էլ արդեն երկրորդ անընդմեջ ստանդարտն է, որտեղ Լիվերպուլի պատը աշխատում է եւ գնդակը չի անցնում պատից, հարվածի ժամանակ ամենայն դեպս, օրինակ Ղարիբյանը երկրորդ փորձով էլ հարվածեց, բայց այստեղ առասարակ գրող շարունակություն չունեցավ եւ հարված դարպասից կլինի, այո Լիվերպուլին մնում է միայն ավարտել խաղակեսը, հաշվի առնելով իրադարձությունների զարգացումները, Լիվերպուլի համար լավ խաղակես ստացվեց, Ադանան այդքան գրոեց չխփեց եւ մի բան է Լիվերպուլը աչքին կապ գոլով Այվազյանի շնորհիվ ու կարող է ընդմիջման գնալ 1-0 հաշվի պայմաններում Իսկարյան ուղարկեց Համբարձումյանին գնդակը, իսկ միգուցե Լիվերը այլ պլաններ ունի, ոչ 2-0 չի լինի այս գրոյի ժամանակ Ղարիբյան եւ Հովհաննիսյանն է երկրորդ հարկում մի փոքր շեղում գնդակի ուղղությունը Բարոյանը դեպի աջ եզր ուղարկեց Մխիթարյանը բարդ պայքարի մեջ պետք է լինի եւ հասցրեց փախցնել այսպես ասած գնդակը եւ Ղարիբյանն այստեղ Մխիթարյանին է փոխանցում, խլեց գնդակը Լիվերպուլը, Համբարձումյան գալիս է Գալստյանին գնդակը դեպի ձախ եզր, մնաց գնդակով Գալստյանը Տուգանային հրապարակում է եւ 11 մետրանոց, այսպես Ադանան չի կարողանում նույնիսկ խուսափել երկրորդ գոլից, դեռ չշտապենք իհարկե, բայց շատ անախորժ իրավիճակ Ադանայի համար, երկու անգամ կար կասկածել իրավիճակ այս խաղակեսում, բայց մրցավարը չէր հավատացել Լիվերի ֆուտբոլիստներին, այստեղ արդեն տեսել է խախտում եւ ցույց տվեց նշակետը, իհարկե սա ֆիասկո կարելի է համարել։ Շատ տհաճ զգացողություն է Ադանայի ֆուտբոլիստերի համար, բայց հենց այսպես են դրվագները ֆուտբոլում որոշիչ դառնում իհարկե եւ հիմա քիչ է մնում Լիվերը խփի երկրորդ գնդակը, ընդամենը 1 հաջող հարված է պետք կատարել ու դա իհարկե երկրորդ խաղակեսում Ադանային կտրամադրի, իհարկե նման խաղով 0-2 պարտվել անթույլատրելի է, Ադանան իսկապես փայլուն է խաղում, Լիվերպուլն էլ անկասկած, բայց այսպես ես Ադանայից եմ խոսում, իհարկե Լիվերի մասին էլ դեռ կխոսեմ, դա էլ է բնավորություն պահանջում, իհարկե այդքան լավ պաշտպանվելն ու երկրորդ գոլին մոտենալը։ Տեսնենք Գևորգյանն է հարվածելու, այսօր Լիվերի ավակը, Գևորգյան եւ գնդակը ցանցում է, շատ վստահ իրացրեց ու ավարտված է խաղակեսը, կարճ դադար, որից հետո մենք կվերադառնանք։
Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք, շարունակում ենք հետևել Լիվերպուլ-Ադանա մրցավեճին։ Երկրորդ խաղակեսն է արդեն մեկնարկել, շատ հետաքրքիր առաջին խաղակես մենք դիտեցինք, 2-0 հաշիվ է, Լիվերը հաղթում է իր մրցակցին ու տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ առաջարկելու Ադանան։ Բարոյան, աչի եզրում է և Այվազյանը խլեց գնդակը մրցակցից, տեսնենք ինչ շարունակություն է տեսնում, փոխանցում աչի եզր Պողոսյանը, երկրորդ հարկում հաջող գործեց այստեղ Բարոյան և Հովանեսյանը աչի եզր է ուղարկում գնդակը, Արոյանն է այստեղ և աչի եզրով փորձում է առաջ շարժվել, հետ փոխանցում Հովանեսյան և դեպի Գևորգյանը ձախ եզրով երկրորդ գնդակը խփեց Լիվերպուլի 11 մետրանոցից Համբարձումյան թողնում է Այվազյանին գնդակը, այս հանդիպման նաև առաջին գոլը Այվազյանն է խփել, դա էլ նշեմ։ Հիմա նահանջել է, հասել է դաշտի միջնամաս Գալստյան։ Փոխում է մարզիչը Լիվերպուլի թիմի կազմը, որպես այդպիսին համալրումներ է կատարում, այսպես կարելի է ասել, ուժեղացնում է և պատրաստում Լիվերին առաջիկա մրցաշարին։ Պողոսյանը գնդակն առաջ կուղարկի, տեսնում ենք ուժեղ փոխանցում առաջ, Տոպել Կարաջյանը ձախ եզրում տիրեց գնդակին, մտնում է Տուգանային հրապարակ և անկյունային կլինի ձախ եզրից, Միսկարյանը այստեղ փակում էր մրցակցի ճանապարհը, բայց դարպասապահ Անդրեասյանը ուշ դուրս եկավ դարպասից ու Միսկարյանը հեռացրեց գնդակը։ Ձախ եզրից անկյունային տեսնենք թե ինչպես է ստացվելու։ Հետևեց օդային փոխանցում արված այստեղ քիչ էր մնում Սերոփյանը, գոնե մեկ գոլ հետ բերեր, բայց նորից չի ստացվում, Ադանան նորից պայ է ստեղծում և սա ևս գոլային պայ էր, իհարկե ամբողջությամբ դատարկ էր դարպասը և Միսկարյանը պահանջում է փոխել գնդակը, կարծես թե ոչ ամեն դեպքում ամեն ինչ լավ է։ Միսկարյանն է այստեղ հաջող գործում, աչ եզրում է, ֆերացված է գնդակը, եզրային նետում կլինի, Լիվերի ֆուտբոլիստն է գնդակը խաղի մեջ մտցնում, Ղարիբյան, ընդունեց գնդակը և այստեղ սահանքում Գալստյանից խախտում չի տեսել մրցավարը, Համբարձումյան, դեպի Արոյանն աչ եզր և անդրադարձ անկյունային կլինի։ Լիվերն է ստանդարտ իրաստում կա մրցավարի սուրիչը, աչի եզրից փոխանցում հետևեց Ղարիբյանը հեռացնում է գնդակը, Միսկարյան հաջող խլում էր և վարվածում է Միսկարյանը, հեռու տարածությունից բարձր ստացվեց, արված դարպասից կլինի Միսկարյանը հիշեցնեմ դեղին կարտ ունի, դեղին կարտ նաև Գևորգյանն ունի Լիվերպուլից և միգուցե դրա համար է, որ երկրորդ խաղակեսում ավելի բարձրից է գործում Գևորգյանը, բայց Միսկարյանի վրա հույս դնել իհարկե կարելի է պաշտպանությունում և այդ ռիսկին չէր գնա Լիվերպուլը, Միսկարյանը պաշտպանությունում օգտակար է և նաև հարձակման գծում Փոխանցում առաջ այստեղ և Այվազյանն է հեռացնում գնդակ, այո Այվազյանն անջել է, հետաքրքիր այստեղ փոփոխություն էր, տեսնենք ինչպես կաշխատի այս տարբերակը Ղարիբյան և հանգարում է Այվազյան, այո այս խաղաքարտերի փոփոխության հաճախ է Լիվերպուլը գնում և
այդպես էլ հանելուկ մնաց ինձ համար այս մրցաշրջանում, ինչպես է Լիվերպուլը նման հարձակողական կազմով առանց որպես այդպիսի նոմինալ պաշտպանի, ընդհանրապես պաշտպան նոմինալ որպես այդպիսի բարդ է առանձնացնել Լիվերպուլում, բայց նրանք հասնում են հաջողության, շատ քիչ են գոլեր բաց թողնում, ես նշեցի, որ շատ քիչ բաց թողած գոլեր ունեն եւ այդքան շատ խփում։ Դե իհարկե դարպասի գրավումները հասկացանք, այ պաշտպանվելն է, հարցական մնում Թովմասյան եւ հարված այստեղ Անդրեասյանն այդ մոկում գնդակը շատ բարդ գնդակ հանեց դարպասապա ու անկյունային կլինի։ Աչի եզրից կարող էր Սադանայի ավակը այստեղ փոփոխություն մտցնել հաշվի մեջ, նա եւս դերին քարտ ունի։ Առաջին խաղակեսում են բոլոր զգուշացումները եղել օթային փոխանցում Տոպալ Կարաջյան արձագանքում է եւ Այվազյանը հեռացրեց գնդակը Պողոսյան եւ դարպասապա Անդրեասյանն է ֆիքսում այստեղ գնդակը ու Ադանան է գրով սկսելու, ներողություն Լիվերպուլն է գրով սկսելու, բայց ամեն դեպքում փաստացի ճիշտ է Ադանան շատ արագ խլեց գնդակը եւ հիմա գնալու են առաջ։ Թմոյան թողնում է գնդակը Թովմասյանին, Ղարիբյան եւ Գալստյանն այստեղ ընդհատեց փոխանցման ճանապարհը եւ Ֆարոյանը փրկում է գնդակն այստեղ, աչքի եզրում հասավ, պահեց եւ փորձում է առաջ նետվել։ Աչքի եզրում է Հարոյանը, Բարոյանը նրան արդեն դիմավորել է եւ այսքան երկար տարածություն աղթարելուց հետո ամեն դեպքում ավելի լավ փոխանցում չստացվեց կատարել Տոպալ Կարաջյան ուժեղ փոխանցում առաջ եւ սա Անդրեասյանի գնդակն է դարպասապը առանց խնդիրների վերցնում է գնդակն ու ուղարկում այն առաջ եւ կա խախտում այստեղ Միշտ արձանագրում է մրցավարը, Գալստյանը Ղարիբյանի հետ պայքարում խախտեց խաղի կանոնները եւ այս հանդիպման ավարտից հետո եւս մեկ շատ հետաքրքիր մրցավեճ է սպասվում Միլան-Վենեցիա։ Այս գրոյին հետևենք, Սերոփյան պայել է գնդակը եւ տեսնենք դեպի Ղարիբյանը հետևեց հարված այստեղ ու Անդրեասյանն այո հանեց գնդակը եւս մեկ վտանգավոր փորձ Ադանայից։ Իհարկե այն որ ցանկացած պայ Ադանան կարող է գոլ խփել եւ դրա համար չեմ ցանկանում ասել որ հասունացել է գոլը թե ոչ այնպիսի թիմեր են խաղում որ դա ավելորդ է նույնիսկ ասելը մեկ գրոն էլ այս թիմերին բավական է բայց առայժմ սպասում են Ղարիբյանը եւս մեկ հարված կատարեց ու Միսկարյանը հանում է գնդակը անկյունային ձախ եզրից եւս մեկ ստանդարտ կլինի Ադանայի համար տեսնենք ինչպես է իրացնելու այն եւ Թմոյանն այստեղ փորձում արձագանքել Եվ Թովմասյանը կփորձի պահել գնդակն այստեղ Աչքի եզրում է Միսկարյանը թիկունքից աշխատեց, Ղարիբյան փորձում է հեռացնել գնդակը Թմոյանն է աչքի եզրում, Ղարիբյան եւ Համբարձումյանն այստեղ գնդակի խլում կատարեց Միսկարյան Լավ է գործում այստեղ, հետևեց արված բարձր է ստացում Այո, այսպես Միսկարյանը կարող է օգտակար լինել հարձակմանը Ոսկ հենց այսպիսի դրվագների մասին է Կարող է գալ, գնդակ ընդունել Միսկարյան եկեք չմոռանաք, որ Սելտիկում, երբ Լիվերպուլը Սելտիկ էր կոչում, թիմի հարձակմանը միտված ֆուտբոլիստ էր կիսապաշտպանություն եւ հարձակման գիծ, բայց այդ հետաքրքիր մոտեցումը, որ Լիվերպուլն ունի, առեղծվածային, իհարկե առանց նոմինալ պաշտպանի, պատկերացնում եք առաջնությունում մոտ այս բան չեմ հիշում Այվազյանը որքան գոլ է խփել, մոտ 60-ից ավել, եթե չեմ սխալվում, այդ ֆուտբոլիստը հիմա պաշտպանության կենտրոնում է, ինչի մասին է խոսքը իհարկե Եվ անկյունային է նշանակում մրցավարը, Պողոսյանից էր դուրս եկել գնդակն այստեղ փաստացի եւ աչքի եզրից Լիվերպուլը իրացնելու է ստանդարտ, տեսնենք ինչպես կիրացնեն հետևեց փոխանցում ցածրից Միսկարյանը հպվեց գնդակին, բայց դարպասապա Պողոսյանը վերցրեց գնդակը եւ դեպի ձախ եզր է նետում Տոպալ Կարաջյան, բայց գնդակի խլում այստեղ Միսկարյանից տարավ գնդակը Լիվերի ֆուտբոլիստը, անցկացրեց մրցակցի ոտքերի արանքով, բայց հասնել գնդակին չստացվեց Ղարիբյան եւ Գալստյանն է այստեղ ձեռքով գործել, խաղարկում է միանգամից գնդակը Ադանան, փոխանցում դեպի Ղարիբյանը, եւս մեկ շանս ու այս անգամ գոլ Ադանան կրճատում է հանդիպման հաշիվը, Ղարիբյանը այստեղ արդեն գրավեց դարպաս, արագ խաղարկեցին ստանդարտ, ինչը այստեղ որոշիչ եղավ իհարկե եւ Ղարիբյանը դիպուկ հարվածով է աչքի ընկնում, սա գոլ էր, որը կփոխի խաղի տրամաբանությունը, իհարկե սա կփոխի երկու թիմերի մոտեցումը հավասարաչափ, քանի որ հիմա Ադանային 1 գոլ է բաժանում Լիվերպուլից, իսկ Լիվերպուլին պետք է իհարկե անպայման խփել երրորդ գնդակը, քանի որ
հույսը դնել այս տարբերության վրա իհարկե չի կարելի եւ ինչը շատ վտանգավոր է։ Ինչ կլինի դա արդեն մենք ընթացքում կհասկանանք իհարկե։ Այվազյան փոխանցում դեպի Հովանեսյան Նաչիեզր։ Եվ Ադանան գնդակ է խլում մրցակցի պաշտպանությունում Սերոփյան ձախ եզրում է այստեղից արված Անդրեասյանը հետ մղեց, այսպիսի իրավիճակ էլի էր եղել Սերոփյանի արվածից հետո երբ Անդրեասյանը հետ մղեց գնդակը, Թոփալ Ղարաջյանը գնաց դարպասապայի վրա, բայց այս անգամ հարված չհասցրեց դարպասապային, հասցրեց հետ քաշել ոտքը, խախտում մրցավարը չի նկատել այստեղ, Ղարիբյան ուժեղ փոխանցում առաջ, Միսկարյան տիրում է գնդակին եւ դարպասապան է այստեղ վերցնում գնդակ, Անդրեասյան փոխանցում դեպի Աչիեզր Շարոյան եւ շարժում է առաջ, Արոյան հետևեց փոխանցում, Գալստյանը փորձեց արվածել, բայց Թովմասյանից դուրս եկավ գնդակը ըստ մրցավարի եւ ստանդարտ, տեսնենք ինչպես կստացվի Աչիեզրից, այո այս գոլը էլ ավելի է թեժացնում իհարկե հանդիպումը, շարունակությունը բնականաբար եւ հետաքրքիր անկյունայինի խաղարկում էր Հարոյանից հետ փոխանցեց դեպի դաշտի կենտրոն Համբարձումյան եւ խնդրեմ վերադարձնում են խաղանկերները գնդակ Արոյանին այնտեղից կարելի ասել որտեղից ուղարկել էր նա նորից Հարոյան եւ գլորում է ձախ եզր գնդակը Գևորգյան անկյունակցով դեպի Գալստյանը Թոմասյանն է դիմավորել մրցակցին եւ վերջինը Գալստյանին էր հպվել գնդակը ամեն ինչ արեց այն պահելու համար բայց ստացվեց ու հարված դարպասից կլինի ուժեղ փոխանցում առաջ Թոփալ Ղարաջյանը ձախ եզրում է եւ Համբարձումյանն է այստեղ ուժեղ հարված կատարում առաջ գնդակը Ադանայինն է լինելու սա նվեր էր մեծ հաշվով Լիվերից Ադանային իհարկե գրոզ սկսելու փորձ է սա Ղարիբյան վնասված ստացած ֆուտբոլիստ կա կարծես թե եկեք սպասենք Գլորում է գնդակը Ադանան Թովմասյան օթային փոխանցում առաջ եւ Թոփալ Ղարաջյանը փորձում է մրցակցի պաշտպանությունում գնդակների համար պայքար մղել այստեղ ստացվեց եւ հարված դարպասից կլինի Անդրեասյանն է գնդակը մտցնելու խաղի մեջ Անդրեասյան ուժեղ փոխանցում առաջ, Հարոյան եւ առաջ ուղարկեց գնդակը, Թովմասյանը հեռացնում է Պետրոսյան եւ Միսկարյանն այստեղ տիրեց գնդակին, Սերոփյանը փորձում է խանգարել եւ կա խախտում այստեղ Միսկարյանի կողմից, ոչ, հակառակ ուղղությամբ է նշանակում մրցավարը, սա դժգոհություն է առաջացնում Ադանայի ճամբարում, դժգոհ են մրցավարի այս որոշումից, համաձայն չեն ամենակիչը իհարկե եւ միևնույն է որոշումն արդեն կայացվել է Միսկարյանը գլորում է գնդակը Այվազյանին եւ մենք տեսնում ենք հարված Այվազյանից, բայց բարձր ստացվեց եւ վաղուց մոտ 2-3 րոպե, սա այսպիսի խաղի համար շատ ժամանակահատված է, իհարկե երկու թիմերն էլ պահ չեն ստեղծել Այվազյան ձախ եզրում է եւ Ղարիբյանը թիկունքից հեռացրեց գնդակը, այո Այվազյանին փորձում է լավ ճնշել, Այվազյանն արդեն այս խաղում ցույց է տվել ինչից ինչ կարող է անել եւ փորձում են նրան փակել, օթային փոխանցում, Արոյանը աչ եզրում է, փորձում է շրջանցել Պողոսյանին եւ Թոփալ Ղարաջյանն այստեղ գլեց գնդակ, Արոյանը վերադարձնում է, Հովանեսյան, դեպի Համբարձումյան, օթային փոխանցում եւ դարպասապա այստեղ տիրեց գնդակին, նետում դեպի Աչիեզր Թմոյան,
Փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ, Ադանան է գնացել առաջ դեպի Սերոպյանով, Տուգանային նրա պարակում հետևեց փոխանցում, ևս մեկը եւ երկու փորձերն էլ փակեց Հովանեսյանը, միջև վերջ համբերատար ճնշեց Սերոպյանին եւ փակեց գնդակների երկու ճանապարհները։ Աչի եզրից է հետևելու փոխանցում եւ Համբարձումյանը հեռացնում է գնդակը, այսօր անհամեմատ ավելի համբերատար ֆուտբոլ է նաեւ Համբարձումյանը խաղում, սա շատ կարևոր է, իհարկե խաղանկերները ակտիվ են, էմոցիոնալ եւ այդ հանգստությունը ամեն դեպքում գոնե մի քանիսի մոտ պետք է լինի եւ այսօր դա Համբարձումյանն է ապահովում, Գևորգյանն էլ առաջին խաղակեսից հետո ավելի հանգիստ նյարդեր ունի, դա զգացում է, Միսկալյանն էլ փորձում է որքան հնարավոր է, իհարկե, քանի որ նաև դեղին քարտ ունի, սա ֆուտբոլ է, վերջի վերջո դա էլ ֆուտբոլիստները շատ լավ հասկանում են, իհարկե։ Այվազյան տարավ գնդակն այստեղ եւ ձեռքով է գործել Լիվերպուլի ֆուտբոլիստը եւ եւս մեկ դեղին քարտ կտեսնենք ոչ խաղային իրավիճակում կանոնները խախտելու համար, դժգոհության համար զգուշացվել է Գևորգյանը, Այվազյանն էլ երկրորդ ֆուտբոլիստն է, ով հենց այդ պատճառով է մոտավորապես կարելի ասել այդ պատճառով է դեղին քարտ ստանում, հարված է Ցուլիչից հետո, որը դժգոհությունը արտահայտելու ձև է, այսպես կարելի ասել։ Այդպես է դիտարկում, իհարկե, կամ բղավել մրցավարի վրա, կամ էլ Ցուլիչից հետո այսպես հարվածել, գրեթե նույն պատճառն է, իհարկե։ Ղարիբյան, օթային փոխանցում եւ հարված դարպասից կլինի։ Եվ Անդրեասյանը գնդակը խաղի մեջ կմտցնի։ Փոխանցում առաջ Պետրոսյանն է խլում կատարում, Իսկարյանը փորձեց խանգարել մրցակցին, այստեղ էլ եւ Թմոյանն է շանս ստանում եւ գոլ! Գոլ Թոփալ Կարաջյանն է խփում պատասխան գնդակը եւ Ադանան հավասարեցնում է այս հանդիպանը հաշիվը։ Այո, շատ անհարմար իրավիճակում Լիվերը գնդակ կորցրեց եւ բաց է թողնում իհարկե այդ սխալի համար Թմոյանը կարող է չհարվածել, իհարկե այդ պայն հետաքրքիր թվաց փոխանցելը, բայց ամեն դեպքում սխալ չէր, քանի որ կարելի է Թոփալ Կարաջյանի պես ֆուտբոլիստին վստահել, իհարկե մրցակցի պաշտպանությունում, ինչ արեց Թմոյանը եւ չսխալվեց, իհարկե։ Ու հիմա տեսնենք ինչ իրադարձություններ կզարգանան։ Հավասարություն է Ադանան այս խաղակեսում կարողացավ հետ բերել կորցրածը, որոնք բաց էր թողել առաջին խաղակեսում եւ Միսկարյանն է գնդակով ու կա խախտում այստեղ։ Աչ եզրից Իսկարյանը Կիլաստի տարբերակներ է փնտրում Արոյանի հետ խաղաց, բայց բաց թողեց գնդակը։ Տեսնենք այս փորձը ինչպես կստացվի, Պետրոսյանը աչ եզրում գնդակով է, թողեց Թմոյանին, անդրադարձ այստեղ եւ Գևորգյանն է առաջ շարժում։ Թմոյան փոխանցում դեպի Թովմասյանը։ Ղարիբյան փոխանցում առաջ դեպի Աչի եզր ու տեսնենք այս փորձը ինչպես կստացվի, սա անկում Գալստյանից մաքուր էր, իհարկե այստեղ առաջինը պումը գնդակին էր համենայն դեպս եւ Գևորգյանը ձախ եզրում է, այստեղից փոխանցում առաջ, Համբարձումյանն է շտապում դեպի գնդակը, բայց Թովմասյանը դիմավորեց մրցակցին եւ կար խախտում այստեղ։ Շարունակում ենք հետևել հանդիպմանը, սիրելի ֆուտբոլասերներ։ Գնդակը Ղարիբյանի մոտ է, պաշտպանության աչի եզրում, փոխանցում դեպի
Թմոյանը վերջինը շարժվում է առաջ, շատ քիչ ժամանակ ունենք եւ հավասարություն է այս խաղում ամբողջությամբ Պետրոսյանն աչքի եզրում է, տեսնենք ինչ է մտածել դեպի Սերոպյանը վերջինս ընդունեց գնդակը, խանգարում են Լիվերպուլի ֆուտբոլիստները, Սերոպյան մնաց գնդակով, հետևեց փոխանցում, Գալստյանը հեռացնում է, անդրադարձ, հետո Գևորգյանը հեռացրեց, Մխիթարյան եւ Համբարձումյանն այստեղ խլեց Միսկարյան փոխանցում առաջ եւ Տարպասապան հեռացնում, Համբարձումյան այստեղ կփորձի պահել գնդակը, Բարոյանն է գալիս ու խլում կատարում Համբարձումյանը վերադարձրեց գնդակը, Պողոսյան Ախուրն պայքար է գնդակը, ոչ միտեղ հստակ չի մնում, որ տեսնենք եւ հիմա շանս է ստանում Սերոպյանը կախեց գնդակը, բարձր ստացվեց Գալստյանը, տվեց այս հնարավորությունը եւ քիչ էր մնում Սերոպյանը կախեր գնդակը Պասապայի վրայով Եվ Անդրեասյանն է ուժեղ հարված կատարում առաջ, գնդակը գալիս է Ադանայի պաշտպանություն Մխիթարյանն է աչքի եզրում, փոխանցում առաջ Թմոյան պահեց գնդակը եւ փոխանցում դեպի կենտրոն Հովհաննիսյանն է փորձում այստեղ եւ կա խաղի կանոնների խախտում, որն արձանագրում է մրցավարը Կա մրցավարի սուլիչը Միսկարյանը գլորում է գնդակը Գևորգյանի ուղղությամբ, Հովհաննիսյան, Գալստյան, Լիվերը փորձում է հանգիստ գնդակ խաղարկել, բայց կորցրեցին, Պետրոսյանն է այստեղ խլում կատարում, փոխանցում առաջ, Գալստյանը թողեց Միսկարյանին գնդակը եւ շարժում է առաջ Միսկարյանը եւ կա խախտում, այստեղ իշն արձանագրում է մրցավար ու դերին քարտ ենք տեսնելու, Մխիթարյանն է զգուշացում է, սա հեռանկարային փորձ էր, արդեն մոտեցել ենք այն ժամանակահատվածին, որ նման խախտումների համար մրցավարը կհանի դերին քարտ, իհարկե արդեն վերջնամասն է, քիչ ժամանակ է մնում եւ հասկանալի է, այո, դերին քարտերով հարուստ խաղ է ստացվում եւ տիպիկ այս հանդիպման, այս դիմակայությանը բնորոշ իրավիճակ է, դերին քարտեր ոչ միայն խաղային իրավիճակներում, կանոնները խախտելու համար, այլ նաեւ դժգոհությունների համար 2-2 հաշիվ է եւ ինձ համար ամենայն դեպս կարծում եմ ձեզ համար էլ ինչ որտեղ կոնկրետ միջև այս ժամանակահատվածը կամ մի փոքր սրանից առաջ այդ արդարությունը կար, քանի որ Ադանան իսկապես գոնե 2 գոլի արժանի էր եւ հիմա արդեն հավասար պայմաններում է շարունակվում Այս ամեն ինչը ով էլ հաղթի, եթե հաղթանակ լինի այս խաղում, կասենք, որ երկու թիմերն էլ արժանի են իհարկե, թե Լիվերպուլը, թե Ադանան գրագետ շատ հետաքրքիր ֆուտբոլ են առաջարկում։ Տեսնենք կա մրցավարի սուլիչը, Կարլեն Այվազյան հետևեց հարված բարձր է ստացվում, թոթափեց Նիարդերը, կարծում եմ Այվազյանն այս հարվածով Ղարիբյան պաշտպանության աչքի եզրում է, ուժեղ փոխանցում առաջ եւ ասավ այս գնդակը Լիվերի պաշտպանություն, տեսնում ենք փոխանցում այստեղ, բայց ոչ Սերոպյանի ուղղությամբ իհարկե։ Հակառակ դեպքում դուբլ կտեսնենք իհարկե եւ դարպասի գրավում կտեսնենք Ղարիբյանն է փորձում առաջ գնալ։ Եվ կար այստեղ Ախտում է, ներողություն Սերոպյանը այսօր գոլ չի խփել, Ղարիբյանն ու Թոփալ Կարաջյանը։ Բայց Ադանայի համար որոշիչ գոլ կտեսնենք իհարկե այդ դրվագում։ Ուժեղ փոխանցում առաջ Դարպասապան է այստեղ։ Տիրում գնդակին եւ գլորում դեպի Պետրոսյանը, Հովհաննիսյան ուղարկեց գնդակը Համբարձումյանին, բայց գալիս է Ղարիբյանը եւ խանգարում Համբարձումյանին այստեղ շատ արագ դիմավորեց մրցակցին։ Զրկելով հավանական վտանգավոր հարվածից եւ վերջին րոպեն գնաց արդեն այս հանդիպման հիմնական ժամանակի հետաքրքիր է որքան է նախատեսել մրցավարը, որքան է ավելացնելու Համբարձումյան եւ Մխիթարյանն էր այստեղ ու կա խաղի կանոնների խախտում Ադանայի ֆուտբոլիստի հետ պայքարում Տեղին քարտ է ստանում Համբարձումյանը եւս մեկ տեղին քարտ անկեղծ ասած այստեղ
փոքր հետաքրքիր թվաց թե ինչու, բայց ամեն դեպքում կար։ Դեղին քարտի խախտում է, վերջնամասն է դրա համար Համբարձումյանն էլ զարմացավ իհարկե դեղին քարտի որոշման համար, բայց այս քարտերը հիմա ոչ ոքի չեն հետաքրքրում իհարկե, եթե դեղին քարտի մասին է խոսքը։ Ղարիբյան օթային փոխանցում եւ գնդակը մնալու է Ադանայի մոտ, Սերոփյանը փորձեց գտնել Պետրոսյանին, բայց խլում է գնդակը Լիվերպուլը, Բարոյանը վերադարձրեց, Սերոփյան ձախ եզրում է, մոտակա անկյունը փորձեց նշանառության տակ առնել, բայց հարված է թույլ ստացվեց եւ դիպուկ չէր։ Խաղարկում է գնդակը Լիվերպուլը, Փոխանցում առաջ եւ կա խախտում այստեղ Պողոսյանի կողմից։ Սիրելի ֆուտբոլասերներ, մենք վերադառնում ենք այս դաթարի ընթացքում ավելի ճիշտ կարմիր քարտ եղավ, Այվազյանը երկրորդ դեղին քարտը ստացավ եւ կարմիրով հեռացվեց խաղադաշտից, Լիվերպուլը խաղն ավարտելու է քանակական պակասով։ Տեսնենք ինչպես կստացվի։ Վերջնամասն արդեն կորցրեցինք կարծում եմ ժամանակը, մրցավարը որքան էր ավելացել, քանի որ հիմնական ժամանակի ավարտից անմիջապես հետո Միսկարյանի վնասվածքով պայմանավորված դադարը եղավ կարմիր քարտ, խոսքով Բարոյանն է ձախ եզրով առաջ շարժվում եւ եւս մեկ մրցակցի շրջանցեց այստեղ Բարոյանը ու կար Գալստյանի կողմից խաղի կանոնների խախտում եւ եւս մեկ դեղին քարտ կտեսնենք այսօր դեղին քարտերի հիթ շքերթ է կազմակերպել մրցավարը, նույնիսկ առաջին խաղակեսում եղավ դրվագ, որ չդրեց դեղին քարտը գրպանում։ Տեսնենք Ղարիբյանն է իրացնելու ստանդարտը ձախ եզրից։ Կա մրցավարի սուրիչը, տեսնենք Ղարիբյան ձախ եզրից իրացնում է ստանդարտը եւ ստացվեց այստեղ դարպասի ուղղությամբ ուղարկել եւ վերջ թիմերը հաշտությամբ են բաժանվում, 2 գնդակ, 1 խաղակեսում Լիվերը խփեց, 2 գնդակ Ադանան։ Մենք կվերադառնանք քիչ անց։